իսկ հոգեվիճակներ կան, որ մարդն խաբար չի ինչ անում, սակայն ձևավորվում է իր կյանքում, ինքը ձևավորում է, խաբար չի լինում, թե իր կողքին անես կա բերում։ Դառնում է ղեկավար, դառնում է տնօրեն, կինը, քանի որ իր մարդուն ղեկավարել է, իր մարդուն տիրել է, իշխել է, ոնց ուզեցել է, իր մարդուն ճնշել է, ու նույնն էլ սովորա ճնշելու փեսեքին։ Ճնշելու նաև իր տղուն, ճնշելու իր հարսին, ճնշողը դառնում, արդեն ձևավորում է կնոջը ճնշելու հակումը, իրելու իշխելու թագուհի դառնալու հակումը։ Այն ոսկե ցկնիկի պարավի նման նստում է գահին ու ասում է. «Բերեք, տարեք, ես եմ ուզում, եմ ուզում»։ Սենց պիտի լինի։ Իմ ձևով չլա, всё, հարցերը շատ կոպիտ ձևով ալուծում անգամ։ Կին կա, ասենք, եթե ձևավորվում է դա իր մեջ, դա աստիճանաբար է լինում։ 1-2 թույլ է տալի տղամարդը իր մարդը թույլ է լինում դե կինա, դե թող կինա, ոչինչ, հա դե որպեսզի չխոսա շատ թող իր ուզածով լինի, իշտ իր ուզածով, եկին դառնա վայրենի, եկին դառնա գազան, եկին դառնա անհագ, եկին դառնա կոպիտ, եկին դառնա արդեն իշխող տիրող։ Սարսափել է դառնում, ու շատերը տղամարդիկ են ձևավորում իրենց կանանց նման կերպ։ Սկզբից դա չէր, լավ էլ աղջիկ էր։ Թույլ տվեց, ղերջացավ, այսինքն թող կնոջը սրտով լինի, սիրում եմ կնոջը սրտով, փապ տղամարդիկ կա, որ ասեց, իշտ կնոջը սրտով, հետո կինը նստում է ցա իշխում, բակի չեն կարող վերնել։ Կնա գալիս, տունը քանդում են, մերցում են այդ մարդին, ստրեսի տակցում են, մերցում են, բանում թավում են։ Ու մարդիկ հետո հավեսով ապրում են, ու իր երեխեքի տունը քանդում արդեն։